Սա մեր իրականությունն է, որ մարդը չի իմանում այդ կոմունալ վճարները տա, այդ հացը գնի, թե ինչ անի, այդ 30, լավ 40,000 դրամով որևիցե մեկը կարող է ապրի, կամ այդ որոշել եք, որ 33,000 դրամ է սպառողական զամբյուղ, այդ 33,000 դրամում ում տան, որ կարողանա ապրի։ Կա ինչ-որ մեկը, որ կարա 33,000 դրամով կամ 40,000 դրամով ապրի։ Կա ինչ-որ մեկը, որ կարա օրինակ այդ գումարով մի հատ էլ, չգիտեմ, գույքը հարկ տա, մի հատ էլ տրանսպորտից օգտվի, եւ այլն, եւ տենց շարունակ։ Կամ գնա հիվանդանոց, մարդա, տենց շատ նամակներ եմ ստանում, ես մեր հայրենակիցներից, որ այդ խնդիրը ունեն, դեղորայք առնելու խնդիր ունեն։ Ու մենք այստեղ պոպուլիզմ չի, խորհրդարան է, մենք պետք է գանք ստեդ հարցերը բարձրացնենք։ Մի հատ է մուննատ է գալի, արևելքից, արևը դուրս է գալի, արևմուտքում մայր է մտնում, չէ, հա։ Իրոք։ Փոխանակ դուք մտածեք ձեր խոստումները կատարելու մասին, ասեք մի հատ ներողություն ենք խնդրում, սիրելի հայրենակիցներ ջան։ Չէ, ասում եք, բան է, եկել եք, բան եք անում։ Մենք ձեր ծրագրում էլ գրած է, գոնե չէին գրի այդ ծրագրում։ Ես մեկ բան էլ հիշեցի, ու սենց դուք որ խոսում եք հիշում էլ այդ սարսափ ֆիլմեր հիշեցնում, որ օրինակ 2050 թվին դուք լա իշխանության եք, Հայաստանի հավաքականն էլ, այդ որ ասում է բանա, չէ, աշխարհի չեմպիոնա դառնալու։ Շատ տխուր է պատկերը։